Սիրելի ֆուտբոլիստներ, խաղային օրը մեծ մոտ շարունակվում է եւ հիմա օրվա վերջին հանդիպումը միասին կդնենք, որտեղ միմյանցն կմրցեն Մանչեսթեր Սիթին եւ Լացիոն։ Լացիոն իր առաջին հանդիպումն է անցկացնում Winter Cup-ում, իսկ Սիթին իհարկե իր երրորդական տուրի հանդիպումն է անցկացնում 4-րդ հանդիպումը Մանչեսթեր Սիթի կա մրցավարի մեկնարկային սուլիչը եւ եկեք արագորեն ծանոթանանք թիմերի հայտարարությունները, սկսենք Սիթիից Վահե Մուրադյանը պաշտպանում է դարպասը համար 1, Ռոբերտ Խլղացյան համար 4, Արտաշես Արաքելյան համար 5, Ռոմիկ Սարգսյան համար 6, Ալեն Սահակյան համար 9, Գարիկ Գիգոլյան համար 10, Վարդան Վարդանյան համար 11, Արշակ Պողոսյան համար 14 եւ Արտուր Ալավերդյան համար 44, ով նաեւ թիմի ավագն է։ Լացիո դարպասը պաշտպանում է Գոր Դանելյանը համար 1, Արման Եփրեմյան համար 3, Արադ Դանելյան համար 5, Կարապետ Դիլարյան համար 10, Բաղդասար Բաղդասարյան համար 11, Վահագն Բաղդասարյան համար 12, Գագիկ Վարոսյան համար 18, Մանուկ Հարությունյան համար 22 եւ Կիմ Մինասյան համար 94։ Գրովում է Սիթին Պողոսյանն է աչեզում գնդակով, փակվեց այստեղ Պողոսյանի կատարած փոխանցման ճանապարհը, հիմա փորձում է Լացիոն արագ գրոյի անցնել չստացվեց այս դրվագում, հիմա կրկին Լացիոյի ֆուտբոլիստներն են գնդակով, բայց այստեղ Ալավերդյանը հասնում է այս գնդակին, խլեց գնդակը մրցակցից, հետ փոխանցում Գիգոլյանի ուղղությամբ ու Սիթին արդեն սկսում է խաղարկել գնդակը իր ոճով պաշտպանությունից մանր փոխանցումներով անցնել գրոյի Ալավերդյան, հետ փոխանցում դեպի Խլղացյանը, վերջինս էլ գնդակը հասցեագրում է դարպասապան Մուրադյանի, եկեք հայացք դետենք մի պահ մրցաշարային աղյուսակին, այս պահին Ոթվորդը գլխավորում է 5 հանդիպումից հետո վաստակած 15 միավորով մրցաշարային աղյուսակը, Նյուքասլը եւ Յուվենտուսը ունեն անցկացած 4-ական հանդիպում եւ կիսում են երկրորդ եւ երրորդ հորիզոնականները միմյանց միջև 12-ական միավորով եւ Սիթին 9 միավորով այս պահին 4-րդ է, բայց դեռ երկու հանդիպում պակաս է անցկացել, որոնցից մեկը սա է Ոթվորդի նկատմամբ, իհարկե առաջատար Ոթվորդին այս պահի դրությամբ կարող են միայն հասնել մրցաշարային աղյուսակում Նյուքասլը, Յուվենտուսը եւ Մանչեսթեր Սիթին, եթե իրենց բոլոր պակաս հանդիպումները անցկացնեն։ Գիգոլյան գեղեցիկ փոխանցում է Արտուր Ալավերդյանի ուղղությամբ, Գիգոլյան այստեղ թողեց գնդակը Պողոսյանին, տեսնենք այս գրոհը ինչ կտա Մանչեսթեր Սիթին, Պողոսյան մի փոքր ուժեղ ստացվեց այստեղ Պողոսյանի փոխանցում ու հարված կլինի Լացիոյի դարպասից։ Մինասյան շատ լավ փոխանցում կարողացավ այստեղ կատարել Մինասյանը, հիմա տեսնենք այս գրոհը ինչի կվերացի, Լացիոն հարված էր հետևից դարպասի ուղղությամբ, բայց Վահագն Բաղդասարյանի կատարած հարվածը շեղությամբ ընթացավ։ Սահակյանն է գնդակով, լավ անցում ստացվեց այստեղ Սահակյանի մոտ, թողեց գնդակը Գիգոլյանին, գուցե հեռվից փորձի Գիգոլյան այս դեպքում չհարվածեց, դեպի աջ փոխանցում Պողոսյան, բայց հիմա էլ փակեց Եփրեմյանը Պողոսյանի կատարած փոխանցման ճանապարհը ու եզից կնետեն Մանչեսթեր Սիթի ֆուտբոլիստները։ Արագորեն ուղարկեց գնդակը Արաքելյանին։ Պողոսյանը ու գրոյի տեղափոխություն դեպի ձախ, որտեղ Խլղացյանն է, բարձից փոխանցում դեպի Սարգսյանը ու այստեղ կրկին հեռացնում են գնդակը Լացիոյի պաշտպանները, անկյունային կիրասի Մանչեսթեր Սիթին։ Պողոսյանն է խաղարկում գնդակը Գիգոլյանի հետ, ստանում պատասխան փոխանցումը նրանից, թողեց գնդակը Ալավերդյանին, կրկին Պողոսյան, բայց այստեղ եւս մեկ անկյունային կիրասն Մանչեսթեր Սիթի ֆուտբոլիստները հասցրեց հեռացնել գնդակը, եթե չեմ սխալվում այս դրվագում Լացիոյի կազմում Բաղդասար Բաղդասարյանը նորից խաղարկել է գնդակը Սիթին, բայց սուլեց մրցավարը, պետք է եւս մեկ անգամ կրկնել դրվագը, Պողոսյան հիմա կա փոխանցում դեպի Ալավերդյանը, գեղեցիկ էր հարված Սահակյանի կողմից ու բարձր է ստացում, գեղեցիկ արեցին ամեն Սիթի ֆուտբոլիստները, բայց վերջին հարվածը Սահակյանի կատարած բավական բարձր ստացվեց ու հարված կլինի արդեն Գոր Դանելյանի պաշտպանած դարպասից։ Խորքից փոխանցում է հետևում առաջ ու կրկին այստեղ գնդակը Սիթի ֆուտբոլիստների մոտ է Խլղացյան, Սահակյան այստեղ մի փոքր հեռու թողեց գնդակը, բայց եզից կնետի հենց Սահակյանը
Գիգոլյան Կրկին Սահակյանի հետ խաղարկեց, Ալավերդյանն է ստացել դաշտի կենտրոնում գնդակը, հարված դարպասի ուղղությամբ ու այստեղ դարպասապա Դանելյանը կարողացավ հեռացնել գնդակը, այո լինենք արդարացի Ալավերդյանի կատարած հարվածն ամենաուժեղ հարվածը չստացվեց այս դրվագում, այդ իսկ պատճառով այսքան հեշտ եղավ դարպասապայի գործ այս դրվագում, հիմա կրկին գնդակը Սիթիի մոտ է, Սարգսյան թողնում է գնդակը Սահակյանին, բայց պատասխան փոխանցումը չանցավ այստեղ Սահակյանի կատարած, Խլղատյան գրոյի տեղափոխություն դեպի աջ, Պողոսյանն է ընդունում գնդակը և գեղեցիկ խաղարկում Ալավերդյանի հետ, Գիգոլյան նորից թողեց գնդակը Արթուր Ալավերդյանին, Առաքելյան դեպի աջ հետևեց փոխանցում, Արշակ Պողոսյանն է գնդակով, շատ լավ մարզավիճակում են իսկապես գտնվում Պողոսյանը, Ալավերդյանը Սիթիի կազմում, հիմա ստացավ փոխանցում Ալավերդյանը Պողոսյանից հարվածը, բայց նորից փակվեց, իսկ այստեղ քիչ էր մնում սխալվեին Լացիոյի պաշտպանները, հիմա չկարողացան դուր գալ պաշտպանությունից, Պողոսյան փորձեց հեռավոր անկյունը պտտեցնել գնդակը, բայց գնդակը մի փոքր շեղությամբ ընթացավ ու հարված կլինի հիմա կրկին Լացիոյի դարպասից, այո արդեն Սիթին ավելացնում է, կարելի ասել ավելի մոտ է հանդիպման հաշիվը բացելուն, քան Լացիոն այս պահի դրությամբ, իհարկե բայց դեռ որպես այդպեսին միայն վտանգավոր հարված հետևեց Ալավերդյանի կատարած հարվածը, որը կրկնում եմ մի փոքր թույլ ստացվեց Մուրադյան գրոյ տեղափոխություն դեպի ձախ, Խլղատյանն է ընդունում գնդակը ուղարկում Արթուր Ալավերդյանի ուղղությամբ, Արտաշես Առաքելյան կրկին Ալավերդյանն է գնդակով, Գիգոլյան թողեց գնդակը Առաքելյանին, ձախից կա Խլղատյանը, կատարեց փոխանցում դեպի Խլղատյանը, վտանգավոր գրոյ է, տեսնենք Սահակյան, թողեց Գիգոլյանը Ալավերդյանին, բայց նորից շանցավ այստեղ Ալավերդյանի կատարած հարվածը, Գիգոլյանն էլ հարվածեց ու մի փոքր շեղությամբ ստացվեց, բայց կարծես դիպավ մրցակցի ֆուտբոլիստին գնդակը, այո անկյունային պետք է իրացնեն Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստները, այո Լացիոն դեռ ոչ մի հանդիպում չի անցկացել, սա իր առաջին հանդիպումն է, այս պահին իհարկե չունի իր ակտիվում ոչ մի միավոր Լացիոն, մի փոքր ուշ միացավ Վինտեր Քափին, բայց իհարկե 17 հանդիպումները դեռ պետք է անցկացնի Լացիոն եւ նոր դրանից հետո արդեն պարզ կդառնա մրցաշարային աղյուսակի պատկերը հենց Լացիոյի համար, իսկ իհարկե Սիթին վստահ քայլելով շարժվում է առաջ։ Արտաշես Առաքելյան Ալավերդյանին ուղարկեց գնդակը, մեկ հպումով դեպի Գիգոլյանը, շատ լավ փոխանցում էր Գիգոլյան, բայց այստեղ էլ Սարգսյանը փորձեց շեղել գնդակի ճանապարհը ու այս դրվագում չստացվեց Սարգսյանի մոտ դա անել։ Առաքելյան այստեղ թույլ չտվեց գրոյի անցնի մրցակից ու հիմա Սիթին փորձեց գրո զարգացնել, բայց այս դեպքում չստացվեց։ Գնդակով Լացիոյի ֆուտբոլիստը շատ լավ փոխանցում հետևեց դեպի հարձակման կենտրոն։ Գրոում է Լացիոն վտանգավոր է, բայց այստեղ Արտաշես Առաքելյանը հաջող պաշտպանվեց ու հիմա սկսում է Մանչեսթեր Սիթի արագ հակագրո, բայց հեռու թողեց այստեղ իրենից գնդակը Առաքելյանը Ալավերդյան, երկրորդ տեմպով հիմա կփորձի գրոել Սիթին, Ալավերդյանի փոխանցումն էլ այստեղ չանցավ։ Բայց գնդակով կրկին Սիթին է, Պողոսյանն է աչեզում հայտնվել։ Դեպի կենտրոն ուղարկեց գնդակը Արթուր Ալավերդյան, Առաքելյան, նորից Ալավերդյան, տեսնենք ինչ կտա այսքան խաղարկումները Սիթին, Պողոսյանն է գնդակով։ Պողոսյան, բայց այստեղ Ալավերդյանին չհասավ, գնդակը վերջի պահին հեռացեցին պաշտպանները։ Պողոսյան հետ փոխանցում նորից Առաքելյանին ու խաղարկում է իհարկե Սիթին հիմա գնդակը առանց որևէ խնդիրների Խլղատյան
Շատ լավ փոխանցում Պողոսյանին, բայց այստեղ Պողոսյանի փոխանցումը մի փոքր անհաջող ստացվեց։ Չնայած Գիգոյանը հասավ գնդակին ու գրավեց դարպասը 1-0 Սիթին բացում է հանդիպան հաշիվը։ Գարիկ Գիգոլյան 1-0 հանդիպան հաշիվը բացված է թված մի պահ, որ արդեն Պողոսյանի կատարած փոխանցումից հետո գնդակը բաժին է հասնում Լացիոյի ֆուտբոլիստերին, բայց հասավ գնդակին Գիգոլյանն ու գրավեց դարպասը։ Հիմա փոփոխություն Սիթիի կազմում Վարդան Վարդանյանն է մտնում խաղադաշտ Սարգսյանի փոխարենն ու տեսնենք արդեն որպես թարմուժ Վարդանյանը ինչ կփորձի անել խաղադաշտում։ Իհարկե դրա հետ մեկտեղ էլ Լացիոն պետք է փորձի արդեն հավասարեցնել հանդիպան հաշիվից, դրանից կախված հանդիպան ինտրիգը էլ ավելի կմեծանա, հիմա գրովում է Լացիոն ձախ եզրով։ Եվ այստեղ եզից կնետի Մանչեսթեր Սիթին, մի փոքր ուշացեց փոխանցում ու կորցրեց գնդակը Մանուկ Հարությունյանը։ Ալավերդյան աչից կա Պողոսյանի տարբերակը, Ալավերդյան արված ու այստեղ կրկին դարպասապահը կարողացավ ֆիքսել Ալավերդյանի կատարած հարված, իհարկե ցույց տվեց փոխանցում կատարեց հարված Արտուր Ալավերդյանը, բայց մի փոքր հեռու է տարածություն ու գնդակը կարողացավ ֆիքսել Լացիոյի դարպասապահ Գորգ Դանելյանը։ Սահակյան չի հասնի այս գնդակին կարծում եմ, Սահակյան ոչ հասավ, բայց հիմա արդեն դուրս էր եկել գնդակը դաշտի սահմաններից ու կտեսնենք եզրային նետում։ Բավական ուժեղ էր իհարկե փոխանցումը, իհարկե մեղադրել Սահակյանին այստեղ չի կարելի, քանի որ շատ մեծ արագություն փորձեց զարգացնել, բայց միևնույն է գնդակին հասնել չկարողացավ Խալղացյանը, այդ փոխանցում դեպի դարպասապահ Մուրադյանը, բայց այստեղ սխալ դարպասից դուրս գալուց տեղի ունեցավ Սիթիի մոտ, հետո Արտաշես Առաքելյանը արագորեն վերականգնեց գնդակի կորուստը ու Սիթին նորից նետվում է առաջ Պողոսյան։ Շատ լավ փոխանցում դեպի Գիգոլյան, այստեղ թիկունքով էր մրցակցին Գիգոլյանը չնկատեց, Ալավերդյանն էլ փորձեց փոխանցում կատարել, բայց այստեղ ուժեղ ստացվեց այս փոխանցումը Վարդան Վարդանյանի համար ու հարված կլինի Գորգ Դանելյանի դարպասից։ Եզրային նետում կտեսնենք, հիմա Սիթի ֆուտբոլիստերի գործողություններում Պողոսյանն հետ է ուղարկում գնդակին Առաքելյանին։ Հետևեց դեպի Արտուր Ալավերդյանը, Գիգոլյան ու դուբլ 2-0 Սիթին կրկնապատկում է իր առավելությունը։ Գարիկ Գիգոլյան 2-0 2 գոլներն էլ իր անվան դիմաց գրանցեց Գիգոլյան այս խաղում, շատ լավ փոխանցում իսկապես հետևեց Ալավերդյանի կողմից Գիգոլյանին, իսկ Գիգոլյանը անկասելի հարվածով կրկնապատկեց Man City-ի առավելությունը։ Հիմա արդեն էլ ավելի ու ավելի է բարդանում Լացիոյի խնդիր, իհարկե City-ի դեմ մրցավեճում, առանց այն էլ վտանգավոր գրոհներ այս պահին չի կարողանում Լացիոն կատարել, բայց պետք է իհարկե փորձել։ Կրկնում եմ, սա Լացիոյի առաջին հանդիպումն է Winter Cup-ում, իհարկե թիմը հնարավորություն ունի նույնիսկ սայթաքելու, այսպես ասենք, դեռ իր հանդիպումները չի անցկացրել, City-ն էլ իր 4 հանդիպումն է անցկացնում, հիշեցնեմ 3 հանդիպում 3 հաղթանակ ունի Մանչեսթեր Սիթի, Խլղացյանը այստեղ կարողացավ վերացնել գնդակը, բայց այն բաժին հասավ կրկին Լացիոյի ֆուտբոլիստերին։ Բարձից փոխանցում է հետևում դեպի Տուգանային հրապարակը, այստեղ էլ Առաքելյանը առաջինը արձագանքեց գնդակին, հետո էլ Ալավերդյանը կարողացավ հեռացնել գնդակը եզից կնետի։ Լացիոն Եփրեմյան ուղարկում է գնդակը Դանելյանին, նորից Եփրեմյան, բայց ուժեղ ստացվեց այստեղ Եփրեմյանի կատարած փոխանցում ու հարված կլինի Վահե Մուրադյանի դարպասից։ Գիգոլյան
Շատ լավ կասեցեց գնդակ ու շարժվում է առաջ Գիգոլյանը, հիմա դեպի աջ փոխանցում հետևեց Արշակ Պողոսյանն է այստեղ։ Պողոսյան Վարդանյան կարծում եմ վերջին պայն նկատեց Պողոսյանը միայնակ Ձախեզուն գտնվող խաղընկերոջը Սահակյանին ու չհասցրեց արդեն փոխանցում կատարել Գիգոլյանն է կրկին գնդակով դեպի ձախ ուղարկում գնդակը Խլղացյան դեպի Աջ փոխանցում հետևեց Պողոսյանն է կրկին գնդակով շատ լավն էր փոխանցումը, բայց այստեղ Ալավերդյանը չհասցրեց հարված կատարել դարպասի ուղղությամբ։ Հիմա շատ լավ հնարավորություն ունի Ալավերդյանը ու դարպասածողն է հիմա էլ օգնության գալիս Լացիոին Ալավերդյանի կատարած հարվածից հետո։ Հիմա գրոյի հասնում Լացիոն, բայց այստեղ Խլղացյանը խանգարեց իհարկե թիկունքից մրցակցին։ Ու Արաքելյանն էլ այստեղ փակեց վերջին փոխանցման ճանապարհը Գարի Գիգոլյան դեպի կենտրոն փոխանցում կատարեց Պողոսյանն է այստեղ տեղ զբաղեցել հիմա Պողոսյան Սահակյան բայց չհասցրեց այստեղ Սահակյանը լավ փոխանցում կատարել նորից Պողոսյանի ուղղությամբ հիմա էլ Լացիոն էր անցել արագ հակակրոյի 3-1-ին հիմա բայց այդ մեկը Արտաշես Արաքելյանն էր որ թույլ չտվեց վերջին փոխանցումը կրկին Հասնի հասցիատիրոջը հիմա կար խաղի կանոնների խախտում Արսակվող թիմի կողմից այս ընթացքում փոփոխություն Սիթիի կազմում տեղի ունեցավ Գիգոլյանը դուրս եկավ խաղադաշտից նրա փոխարեն խաղադաշտ վերադարձավ Ռոմիկ Սարգսյանը Եվ տեսնենք Պողոսյանն է գնդակով շատ լավ նկատեց աչեզուն Վարդանյանին նորից Պողոսյան գրավել է պետ դարպասը ուժեղ հարված կատարեց այստեղ Պողոսյանը բայց դարպասապա կարողացավ վերացնել գնդակը այո բավական ծանր ու բարդ հարված ստացվեց այստեղ Պողոսյանի կողմից կատարած ու հիմա անկյունային Կիրաստի Մանչեսթեր Սիթին արագորեն խաղարկում է գնդակը Վարդանյանի հետ Պողոսյանը Ալավերդյան Թողնում այստեղ գնդակը Մուրադյանին, Արտաշես Արաքելյան, կրկին Ալավերդյան, Պողոսյան գրոյի անցնում հիմա Մանչեսթեր Սիթին շատ վտանգավոր գրոյ, Պողոսյան անցումը գեղեցիկ էր, բայց հարված կատարել այստեղ Պողոսյանին թույլ չտվեցին։ Եզից գնացի Սիթին Արաքելյանը ուղարկում է գնդակը Վայե Մուրադյանին Խլղացյան Վարդանյանն է ստացել գնդակը լավ էր նկատել Ալավերդյանի առաջ խաղացումը բայց փոխանցումը չհասավ այս դրվագումը Արտուր Ալավերդյանին եւ հեռացնում են Լացիոյի պաշտպանները այստեղ գնդակը երկրորդ հարգում հաջող գործեց Խլղացյանը ու կար խաղի կանոնների խախտում այո Խլղացյանի դեմ պայքարում Արաքելյան Վարդանյանն է ստանում գնդակը Պողոսյան լավ էր մտածել այս դրվագում Պողոսյանը բայց չանցավ կատարած փոխանցումը նորից Արտաշես Արաքելյանն է գնդակով Արշակ Պողոսյան ու հասցրեց փոխանցում կատարել Պողոսյանը Խլղացյանի ուղղությամբ այստեղ խլեց Լացիոն գնդակը մրցակցից բայց գրող կազմակերպել չստացվեց Վայե Մուրադյան նորից Խլղացյանին է հասցեագրում գնդակը ու դեպի աջ փոխանցում Արտաշես Արաքելյանն է այստեղ Արշակ Պողոսյան շարժվում է առաջ Պողոսյանը Վարդանյան Ալավերդյան Պողոսյան գեղեցիկ է այս ամենը ու այստեղ գնդակը հայտնվեց դարպասում 3-0 Սարգսյանը դարձավ գոլի հեղինակ եռապատկելով Մանչեսթեր Սիթիի առավելությունը
Ռոմիկ Սարգսյանը դարձավ այստեղ գոլի հեղինակ երապատկելով Սիթիի առավելությունը եւ խաղակեսի վերջում արդեն Սիթին բավական լուրջ քայլ կատարեց այս խաղում 3 միավորի համար։ Հիմա Լացիոն չկարողացավ դուրս գալ պաշտպանությունից, բայց այստեղ էլ սխալվեցին Սիթիի ֆուտբոլիստները, հետո Արաքելյանը վերականգնեց գնդակ ու շարժում է առաջ Ալավերդյան, Արաքելյան, բայց այստեղ նորից խլեց Լացիոն գնդակը մրցակցից ու հիմա միգուցե ստացվի Լացիոյի մոտ։ Դանելյան, Պողոսյանն է այստեղ պայքարում Դանելյանի դեմ ու հասցրեց ուղարկել գնդակը Արաքելյանին, Ալավերդյան դեպի ձախ փոխանցում, Խլղացյանն է այստեղ։ Կրկին Ալավերդյան։ Խլղացյան այստեղ ռիսկի դիմեց, բայց արդարացված է։ Ռիսկի իհարկե, եթե սխալվեր, շատ վտանգավոր հակագրոհ իրականացնել Լացիոն, բայց վստահ եղավ իր գործողություններում Խլղացյանը, հիմա ուղարկում է գնդակը Սահակյանին, Վարդան Վարդանյան ու նորից Սիթին սկսում է հերթական գրոհ Ալավերդյան, Վարդան Վարդանյան գեղեցիկ է տեսնենք, կրունկով փոխանցում հետևից դեպի ձախ Սահակյանն է այստեղ։ Վարդան Վարդանյան գուցե հարվածի դարպասին կատարեց փոխանցում ու այստեղ չհասավ գնդակին Սարգսյանը դարպասը գրավելու համար Արաքելյան շատ վստահ դուրս եկավ հիմա պաշտպանությունից Արաքելյան ու մնաց գնդակով Պողոսյան կրկին Արաքելյան, Վարդան Վարդանյան հարված դարպասի ուղղությամբ, բայց շեղությամբ ստացվեց այստեղ Վարդանյանի կատարած հարված ու հարված կլինի Լացիոյի դարպասից։ Գրոհում է Լացիոն, տեսնենք այս գրոհը ինչ կտա Լացիոյին, բայց այստեղ փոխանցումը չհասավ Դանելյանին ու կրկին գնդակով Վարդան Վարդանյանն է, Ալավերդյան, Պողոսյան նորից Ալավերդյանն է ստանում գնդակը, ուղարկում այն դեպի ձախ Խլղացյան 2 րոպե մինչ առաջի խաղակեսի ավարտը, Ալավերդյան, Վարդան Վարդանյան գեղեցիկ գրոհի անցել Սիթին, Ալավերդյան 4-0 հիմա ստացվեց Ալավերդյանի մոտ գրավել դարպաս ու խաղակեսի վերջ թմասում արդեն Սիթին 4 գնդակն է հեղինակում։ Չորձրո այո Ալավերդյանի ու Վարդան Վարդանյանի պատխաղարկումը գեղեցիկ ստացվեց, գրոհն էլ ունեցավ տրամաբանական ավարտ և հիմա արդեն, ինչպես ասում են, գոլ միջև ընդմիջում, Սիթին 4 գնդակը հեղինակեց այդպես։ Տեսնենք Լացիոն այս վերջին րոպեի ընթացքում ինչ կփորձի անել առաջի խաղակեսի։ Դանելյան կասեցեց այստեղ գնդակը, բայց Վարդան Վարդանյանը այստեղ Դանելյանի փոխանցումից հետո առաջին արձագանքեց գնդակին ու սկսում է Սիթի ևս մեկ գրոհ Ալավերդյան շատ լավ փոխանցում հետևից դեպի Արշակ Պողոսյանը, բայց այստեղ հասցրեց հեռացնել գնդակը Վահագն Բաղդասարյանը։ Վարդանյան ու անկյունային կիրացնի հիմա Մանչեսթեր Սիթին։ Պողոսյան, գեղեցիկ անցում ստացվեց Պողոսյանի մոտ, մնաց գնդակով Պողոսյանը, բայց վերջի պահին կարողացան դուրս գալ պաշտպանությունից Լացիոյի ֆուտբոլիստները, իսկ այստեղ ուժեղ ստացվեց Դիլարյանի կատարած փոխանցումը և վերջ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է, կարճ չէ դադարը, որից հետո կշարունակենք։ Սիրելի ֆուտբոլասերներ, մեկնարկում է Մանչեսթեր Սիթի դեմ Լացիոյի հանդիպան երկրորդ խաղակեսը, առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը 4-0 է, դուբլի հեղինակ է դարձել Գարիկ Գրիգորյանը Սիթիի կազմում, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռոմիկ Սարգսյանն ու Արտուր Ալավերդյանը։
ու հիմա արդեն տեսնենք երկրորդ խաղակեսում թիմերը ինչպիսի ֆուտբոլ կմատուցեն մեզ, եկեք եւս մեկ անգամ հայացնենք թիմերի հայտարարություններին եւ սկսենք Manchester City-ից Վահե Մուրադյանը դարպասում է համար 1, Ռոբերտ Խլղացյան համար 4, Արտաշես Արաքելյան համար 5, Ռոմիկ Սարգսյան համար 6, Ալեն Սահակյան համար 9, Գարիկ Գիգոլյան համար 10, Վարդան Վարդանյան համար 11 հիմա հենց Վարդանյանն է գնդակով այս գրոհը տեսնենք ինչ կտա City-ին, բայց Վարդանյանի կատարած փոխանցումը մի փոքր հետ ստացվեց, իսկ այստեղ կար խաղի կանոնների խախտում Պողոսյանի դեմ պայքարում շատ վտանգավոր դիրքում հիմա City-ն ունի ստանդարտի հնարավորություն, այո, այստեղ Ալավերդյանը մի անգամից որոշեց խաղարկել գնդակը, բայց այստեղ հանձնեց գնդակը մրցակցին ու արված հիմա Լացիոյի դարպասից շարունակեմ ծանոթացնել City-ի կազմը Վարդան Վարդանյան համար 11, Արշակ Պողոսյան համար 14 եւ Արտուր Ալավերդյան համար 44, ով նաեւ թիմի հավաքն է հանդիսանում Սահակյանն է գնդակով, հիմա հետևեց փոխանցում Արտուր Ալավերդյանի ուղղությամբ մնաց գնդակով Ալավերդյանը, Սարգսյանը այստեղ լավ էին մտածել City-ի ֆուտբոլիստները այս պատխաղարկման ժամանակ, բայց վերջին փոխանցումը չհասավ Ալավերդյանին, հեռացեցին պաշտպանները գնդակ ու եզից կդետի Manchester City-ին Գոր Դանելյանը պաշտպանում է Լացիոյի դարպասը համար 1, Արման Եփրեմյան համար 3, Արադ Դանելյան համար 5, Կարո Դիլարյան համար 10, Բաղդասար Բաղդասարյան համար 11, Վահագն Բաղդասարյան համար 12, Գագիկ Վարոսյան համար 18, Մանուկ Հարությունյան համար 22 եւ Կիմ Մինասյան համար 94։ Հիմա կատարեց եզրային նետում Բաղդասարյանը, բայց այստեղ սկզբում չստացվեց գրոյի անցնել, հիմա անցել է գրոյի Լացիոն ու անկյունային հարված միայն վաստակեցին այստեղ Լացիոյի ֆուտբոլիստները։ Դանելյանն է կատարում փոխանցում, այստեղ հարված էլ կատարեց Մինասյանը, բայց շեղեցին պաշտպանները գնդակի ուղղությունը ու գնդակը կրկին կլինի Լացիոյինը։ Եվս մեկ անկյունային արդեն հակառակ եզից Կիրասի Բաղդասարյանը կա փոխանցում ու այստեղ Արաքելյանը առաջինն էր երկրորդ հարկում Ռոմիկ Սարգսյան գեղեցիկ գործեց Սարգսյանը այստեղ, բայց փոխանցումը մի փոքր գետ ուղարկեց ու այստեղ եզրից կնետի Manchester City-ին գրագետ վարվեց Սահակյանը Ալավերդյան ուղարկեց գնդակը Արտաշես Արաքելյանի ուղղությամբ ու դեպի աջ փոխանցում, որտեղ Խլղացյանն է Նորից Ալավերդյան շատ լավ նկատեց Վարդանյանի առաջ խաղացում Ալավերդյանը Վարդանյան Պողոսյան այս գրոհ տեսնենք ինչ կտա City-ին Պողոսյանի փոխանցումը մի փոքր անհաջող ստացվեց, բայց Սահակյանը հասավ ու պայեց գնդակը դաշտի սահմաններում եւ վաստակում է այստեղ անկյունայինի հնարավորություն Սահակյանը Պողոսյան Արտաշես Արաքելյան գուցե հերվից փորձի Արաքելյանը ոչ ուղարկում է գնդակը Խլղացյանը ունակ է նման տարածություններից գրավելու դարպասը, բայց այս անգամ բարձր ընթացավ Խլղացյանի կատարած հարված ու հարված կլինի Լացիոյի դարպասից Պողոսյան կար այստեղ խաղի կանոնների խախտում, բայց մնացին գնդակով City ֆուտբոլիստները այդ պատճառով չստուլեց մրցավարը Ալավերդյան փորձ է չեղել այստեղ գնդակի ճանապարհը, բայց չստացվեց պաշտպանում դարպասը պամի ամուր ուժերով կարողացան կանգնել գնդակի ճանապարհին հիմա է Դանելյանն է դուրս գալիս Մուրադյանի դեմ մենակ, բայց դարպասապա առաջինը հասավ գնդակին Պողոսյան Աչից կա Վարդանյանի տարբերակը շատ նրբանկատ ու գեղեցիկ փոխանցում էր, բայց այստեղ չհասավ գնդակը Վարդանյանին ինչպիսի մտածված փոխանցում կատարեց այստեղ Արշակ Պողոսյանը իհարկե ամեն ինչ վարպետորեն արեց City 14 համարը Ալավերդյան նորից գրոյի ասում City-ին Պողոսյան նորից թողնում է գնդակը Ալավերդյանին ստանում պատասխան փոխանցումը նրանից
Եվս մեկ փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց Լացիոյի պաշտպանները այս դրվագում կրկին լավ գործեցին ու հիմա հենց Լացիոն է անցնում գրոյի, այստեղ գնդակով է Բաղդասարյանը վտանգավոր է հարվածել հետևեց նույնիսկ այստեղ Խարությունյանի կողմից, բայց չընթացավ գնդակը դարպասի ուղղությամբ, իսկ այստեղ Վարդան Վարդանյանն է հաջող խլում կատարում, բայց գրոյի անցնել այս դրվագում չստացվեց Man City-ի մոտ։ Մուրադյանն էլ այստեղ կարողացավ վերցնել Եփրեմյանի կատարած փոխանցում ու այն ուղարկեց Արտաշես Արաքելյանի ուղղությամբ։ Խլղացյան հետ փոխանցում դեպի դարպասապահ Մուրադյանը, նորից Խլղացյանն է գնդակով ու խաղարկեց գնդակը Ալավերդյանի հետ, գրոյի տեղափոխություն դեպի Ձախ եզր, այստեղ Արտաշես Արաքելյանն է, Սահակյան շարժվում է առաջ, Սահակյանը կատարեց փոխանցում, բայց կրկին հեռացված է գնդակը Լացիոյի Տուգանային հրապարակից, հիմա տեսնենք գուցե ստացվի Լացիոյի մոտ գրոյի ասել, բայց Ալավերդյանը դա թույլ չտվեց ու հիմա City-ի պատասխանն ենք ականատես լինում, Վարդան Վարդանյան եւ այստեղ ոչինչ չստացվեց City-ի մոտ, հիմա արագակագրով կարող է իրականացնել Լացիոն, Դանելյան չհասավ գնդակին, այստեղ Դանելյան ուժեղ ստացվեց։ Հարությունյանի կատարած փոխանցում ու փոփոխություն հիմա City-ի կազմում Գիգոլյանը վերադարձավ խաղադաշտ Սահակյանի փոխարեն եւ տեսնենք հիմա ինչ կփորձի անել Գիգոլյանը խաղադաշտում, նա հիշեցնեմ այսօր արդեն City 4 գոլներից 2-ի հեղինակն է դարձել, հենց առաջին 2 գոլերը գրանցեց իր անվան դիմաց Գարի Գիգոլյանը, Մուրադյան դեպի աջ փոխանցում, այստեղ Խլղացյանն է, բայց այստեղ խլեցին գնդակը Լացիոյի ֆուտբոլիստները, հարված ու Մուրադյանը վերցեց գնդակից, երկրորդ հարվածը թույլ չտվեց Գիգոլյանը հայտնվի դարպասում, հանեց դատարկ դարպասից գնդակը Գարի Գիգոլյանը ու անառիկ է մնում Վահե Մուրադյանի դարպասը։ Պողոսյանը հանրադարձ ու հիմա քիչ էր մնում արդեն հայտնվել գնդակը դարպասում, բայց անկյունային է վաստակում հիմա Լացիոն։ Կա փոխանցում ու Խլղացյանը այստեղ առաջինը արձագանքեց գնդակին, Սարգսյան հասավ ու պայեց գնդակի իր մոտ, Սարգսյանը միացել է գրոյին Գիգոլյանը, կա կենտրոնում Ալավերդյանի տարբերակը ստացավ գնդակը Արտուր Ալավերդյանը, Ալավերդյան դեպի ձախ փոխանցում հետևեց Պողոսյան, Ռոմիկ Սարգսյան, բայց այստեղ Սարգսյանի կատարած փոխանցումից հետո չարձագանքեց գնդակին Գիգոլյանը։ Հիմա այդ Պողոսյանն է հաջող խլում կարողանում կատարել։ Ալավերդյան կրկին Գիգոլյանն է գնդակով Արշակ Պողոսյան։ Շատ լավ փոխանցում էր Պողոսյանի կողմից, բայց այստեղ գնդակը Ալավերդյանին չհասավ, կանգնեց գնդակի ճանապարհին Լացիոյի պաշտպան Արման Եփրեմյան ու փակեց գնդակի ճանապարհը։ Հիմա էլ Գիգոլյանն է խլում կարողանում կատարել, Խլղացյան, Վարդան Վարդանյան դեպի Պողոսյանը փոխանցում հետևեց Արտաշես Արաքելյան, նորից Խլղացյան, Ալավերդյան գեղեցիկ գործեց Ալավերդյան ու այստեղ կար խաղի կանոնների խախտում Ալավերդյանի դեմ պայքարում, թե ոչ, այնուամենայնիվ սուլեց մրցավարը, հիմա կհասկանանք, իհարկե հուսանք լուրջ ոչինչ տեղի չի ունենա Ալավերդյանի վնասվածքի հետ կապված, քանի որ նա նոր է ապաքինվել այդ
ծանր վնասվածքից հետո եւ ստացավ Նյուքասլի դեմ խաղում ու հիմա էլ այս ամենը տեղի ունեցավ, բայց ոչ Ալավերդյանը կանգնեց ոտքի ու իհարկե կարողանա շարունակել հանդիպումը։ Գնդակով Լացիոյի ֆուտբոլիստներն են, բայց այստեղ պաշտպանությունից դուրս գալուց սխալվեցին ու եզից կնետի Սիթին Ալավերդյան, բայց այստեղ կարողանում է հիմա Լացիոն գրոհի հանձնել, տեսնենք այս գրոհը ինչ կտա Լացիոյին, ձախ եզով Բաղդասարյանն է շարժվում առաջ, բայց Խլղացյանը շատ հաջող կերպ պաշտպանվեց ու խլեց գնդակը մրցակցից, Պողոսյան շարժվում է առաջ Պողոսյանը զարգացնելով արագություն միացեց գրոհին Գիգոլյանին, Գիգոլյան, նորից Պողոսյան, բայց լավ էր մտածել Արշակ Պողոսյանը, միայն վերջին փոխանցումը չհասավ Պողոսյանի կատարած Վարդան Վարդանյանին, իհարկե եթե հասներ այդ փոխանցումը կարող էր գրոհը գոլով եզրափակվել Դիլարյան, բայց այստեղ էլ թույլ չտվեցին Դիլարյանին արված կատարել Ալավերդյան նորից Գիգոլյան Ալավերդյան այո չեն շտապում Սիթի ֆուտբոլիստները ընդհանրապես դեռ 10 րոպեկա հանդիպման ավարտին եւ 4 գնդակի առավելություն ունեն իհարկե երկրորդ կեսում առայժմ խփած գնդակ չենք տեսել, հիմա շատ լավ գործեց Վահե Մուրադյան ու կարողացավ արագորեն ազատվել գնդակից այլապես կորցնելու դեպքում դատարկ դարպասի դիմաց դուրս գար մրցակցի արձակվողը շատ լավ փոխանցում էլ այստեղ Ալավերդյանը կատարեց Պողոսյանին չհասավ Սարգսյանն էլ փորձեց հարվածել փագեցին Սարգսյանի հարվածի ճանապարհը Խլղացյանն էլ ավելացեց ու հիմա եզրային նետում կիրասնի Մանչեսթեր Սիթին այս ընթացքում փոփոխություն տեղի կունենա Լացիոյի կազմում Արաքելյան եւ եզրային նետում կիրասնեն հիմա Լացիոյի ֆուտբոլիստները Հարությունյան, բայց այստեղ նորից Սիթին է խլում գնդակը մրցակցից Արշակ Պողոսյան հետ փոխանցում դեպի դարպասապան Մուրադյան ու գնդակ ուղարկված է դեպի ձախ որտեղ Խլղացյանն է Արտուր Ալավերդյան Դա Սահակյանի տարբերակ իհարկե կատարեց փոխանցում Ալավերդյանը Գիգոլյան Ալավերդյան գուցե հիմա ստացվի Ալավերդյան արված ու այստեղ նորից կարողանում է Դանիելյանը ճիշտ դիրք զբաղեցնել ու հեռացնել գնդակը Արտաշես Արաքելյան ու այդ փոխանցում դարպասապան Մուրադյանի ուղղությամբ իհարկե հիմա Սիթին ամեն կերպ փորձում է հանդիպումը ավարտին հասցնել դրամաբանական ելքով չեն շտապում ոչ միտեղ առանց այն էլ արդեն պարզ է այս խաղում հաղթողի անունը Պողոսյան դեպի ձախ փոխանցում հետևեց ու Գիգոլյանն է շարժվում առաջ գնդակով Գիգոլյան բայց այստեղ հասցրեց փակել Գիգոլյանի փոխանցման ճանապարհը Մանուկ Հարությունյանն ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Պողոսյան կատարեց փոխանցում Արտուր Ալավերդյանի ուղղությամբ Ռոմիկ Սարգսյան Խլղացյան նորից Ալավերդյան բայց այստեղ Դանիելյանը կանգնեց գնդակի ճանապարհին ու փորձում է սկսել Լացիոյի գրոներից մեկը բայց չկան տարբերակներ ստիպված եղավ արգելակել այստեղ Դանիելյանը ու հիմա կատարեց փոխանցում դեպի ձախ եզր
Խորքից փոխանցում ու այստեղ էլ Վահե Մուրադյանը տեղում էր եւ առանց որևէ խնդիրների վերցրեց գնդակը նետելով այն Արշակ Պողոսյանի ուղղությամբ։ Խլղացյան, աչ եզրում է հայտնվել Խլղացյանը, շատ լավ փոխանցում Սարգսյան, բայց այստեղ շատ նպաստավոր դիրքից վրիպեց Սարգսյանը, այո, կարող էր դուբլի հեղինակ դառնալ դարպասը գրավելով, բայց Սարգսյանի կատարած հարվածը մի փոքր բարձր ընթացավ, վստահ եմ չէր սպասում, որպեսզի գնդակը կհասնի իրեն։ Եղավ այնտեղ հանրադարձ, այդ իսկ պատճառով այնքան էլ լավ հարված չկարողացավ կատարել Սարգսյանը։ Դուրս եկավ այստեղ գնդակը դաշտի սահմաններից ու եզրից կնետեն Man City ֆուտբոլիստները։ Իգոլյան այդ փոխանցում կատարեց դեպի Արտաշես Արաքելյանը։ Ալավերդյան, Արշակ Պողոսյան, նորից Ալավերդյան, տեսնենք այս գրողը ինչի կվերացի Սիթին, աչից կա Խլղացյանի տարբերակը կատարեց փոխանցում Ալավերդյանը, Արշակ Պողոսյան գուցե հարվածի դարպասին անկասելի հարված 5-0։ Արշակ Պողոսյան 5-0 շատ դիպուկ ու նպաստավոր դիրքից կարողացավ գրավել դարպասը Պողոսյանը, անկասելի ստացվեց հարվածը Պողոսյանի կատարած, իհարկե շատ ճիշտ ժամանակին էլ փոխանցում կատարեց Ռոբերտ Խլղացյանը, ամեն ինչ հաշվի առնելով, իսկ Խլղացյանի կատարած փոխանցումից հետո գրողը հասավ տրամաբանական ավարտի 5-0։ Հիմա արդեն նորից գնդակով Լացիոյի ֆուտբոլիստներն են։ Դանելյան ուղարկեց գնդակը առաջ, ստացավ պատասխան փոխանցումը խաղընկերոջից ու գրոյի տեղափոխություն դեպի աչ, նորից Դանելյան, բայց այստեղ գնդակը բաժին է հասնում Մանչեսթեր Սիթի դարպասապահ Վահե Մուրադյանին, ով խաղարկում է գնդակը Խլղացյանի հետ, Արշակ Պողոսյան, կրկին Մուրադյան, նորից Պողոսյան, Մուրադյանն է այստեղ խաղարկումներ կատարում խաղընկերների հետ, Խլղացյան, նորից Մուրադյան, Ալավերդյան, շատ գեղեցիկ կերպով թողեց գնդակը Գիգոլյանին ու Գիգոլյանը դաշտի միջին հատվածով շարժվում է առաջ, արգելակեց այստեղ հետ փոխանցում Արշակ Պողոսյանին, այո, Սիթին իհարկե հիմա փորձում է զերծ մնալ ավելորդ գործողություններից, իհարկե ապահովել են 3 միավոր այս խաղում, ինչպես նշեցի րոպեներ առաջ եւ ավելորդ ռիսկի դիմել պետք չէ, քանի որ վնասվածները միմիայն խթան կհանդիսանա Սիթիի համար, իհարկե դեռ առջևում կան շատ ավելի ու ավելի բարդ հանդիպումներ Վինտեր քափում, գումարած դրան Վիլյարեալի դեմ հանդիպումը, հիմա այս գրոյից հետո կխոսենք այդ մասին, գրովում է Լացիոն, բայց այստեղ Մուրադյանը հանգիստ կերպով կարողացավ փակել գնդակի ճանապարհը, այո, վերջին տուրի հանդիպումը Էդլիտիգայում Սիթին դեռ պետք է անցկացնի եւ Սիթի հանդիպումից է կախված Էդլիտիգայի չեմպիոնի անունը, այնտեղ Վիլյարեալի դեմ պետք է մրցի Մանչեսթեր Սիթին եւ եթե կարողանա Սիթին այդ խաղում նույնիսկ ոչ ոքի ավարտել հանդիպումը կամ հաղթանակ տոնել այդ խաղում, իհարկե հնարավոր է Ետպայի Վիլյարեալին չեմպիոնությունից, իհարկե միայն այդ հանգամանքը բավարար չէ, պետք է Ատլետիկոն եւ Լիվերպուլն տանեն հաղթանակներ այդ խաղում, Ալավերդյանի հարվածը բարձր ստացվեց այստեղ, այդ տուրում պետք է թե Ատլետիկոն թե Լիվերպուլը կարողանան հաղթանակ տոնել, դա այլ հարց է, իսկ Մանչեսթեր Սիթին դեռ ունի Վինտեր քափից բացի Չեմպիոնների լիգայի դիմակայության պատասխան հանդիպում կիսաեզրափակիչում, որտեղ առաջին խաղում 3-2 հաշվով հաղթել է Բորուսիա Մյունխեն-Գլադբախին չափազանց հետաքրքիր ու դրամատիկ խաղում, գումարած դրան Էդիտ լիգայի գավաթի շրջանակներում է հասել Սիթին կիսաեզրափակիչ, այնպես որ իսկապես շատ բարդ ժամանակահատված է սպասվում Մանչեսթեր Սիթին առաջիկայում։ Հիմա նորից Լացիոն է գնդակով Դանելյան այդ փոխանցում հետևից դարպասապահ Դանելյանի ուղղությամբ հաստրեց այստեղ գնդակը Եփրեմյանին փոխանցել Դանելյանը, բայց ուժեղ ստացվեց այստեղ
Եփրեմյանի կատարած փոխանցում ու եզից կնետեն Man City ֆուտբոլիստները Վարդան Վարդանյան են փոխանցում դարպասապը Վահե Մուրադյանի ուղղությամբ Պողոսյան Արտուր Ալավերդյան, Ալեն Սահակյան դեպի աջ փոխանցում նորից ստացավ Վարդանյանից փոխանցում Սահակյանը Ալավերդյան գեղեցիկ էր այս ամենը բայց Ալավերդյանի կրունկով կատարած փոխանցումը չհասավ Սարգսյանին ու արված կլինի Լացիոյի դարպասից արագորեն կրկին աղարկում են Լացիոյի ֆուտբոլիստները գնդակը բայց այստեղ Սահակյանը կարողացավ խլում կատարել Գիգոլյան, նորից Սահակյան Արշակ Պողոսյան թողնում է գնդակը Արտուր Ալավերդյանին ու հետ փոխանցում դեպի Խլղացյանը Մուրադյան 1 րոպեից մի փոքր ավել խաղա ժամանակ է մնացել հանդիպան հիմնական ժամանակի ավարտին ու տեսնենք այս վերջին րոպեն ինչպես կընթանա Արտուր Ալավերդյան գուցե հիմա ստացվի մի փոքր ճեղությամբ ստացվեց Ալավերդյանի այս կատարած հարվածը այո որի փորձ Ալավերդյանի այս խաղում ճիշտ է նա արդեն գոլի հեղինակ այսօր դարձել է չմոռանանք այդ մասին բայց շատ եւ շատ հնարավորություններ ունեցավ այս խաղում Ալավերդյանը բայց կարելի ասել բախտի գործոն իհարկե մի քանի դրվագներում չբերեց Գիգոլյանն է շարժվում առաջ միացել է գրոյին Պողոսյանը կհետևի արդյոք փողացում ոչ այստեղ փակ էր Պողոսյանը Վարդան Վարդանյան նորից Գիգոլյան Վարդանյան Պողոսյան գեղեցիկ է այս ամենը Վարդան Վարդանյան ու այստեղ գնդակը չհայտնվեց դարպասում անկյունային կիրաստի Manchester City-ն այո շատ գեղեցիկ պատխաղարկումներ իրականացրեցին վերջին հարվածից հետո էլ գնդակը անդրադարձից հետո դուրս եկավ դաշտի սահմաններից Ալավերդյան Պողոսյան նորից Ալավերդյան գուցե փորձի Ալավերդյանը ու նորից այստեղ վերջին պաշտպանն է փակում գնդակի ճանապարհը Ալավերդյանի կատարած հարվածից հետո եւ հիմա շատ լավ հակագրոհի կարող է հասնել Լացիոն վտանգավոր է տեսնենք այս գրոհի ինչ կտա Լացիոյին բայց հիմա էլ շեղությամբ է ստացվում Մանուկ Հարությունյանի կատարած հարված ու հարված կլինի Վահե Մուրադյանի պաշտպանած դարպասից Ալավերդյան ուղարկում է գնդակը Գիգոլյանին նորից Ալավերդյան Սարգսյան Գիգոլյանն է կրկին գնդակով գեղեցիկ գործ այս դրվագում Գիգոլյանը Ալավերդյան տեսնենք այս վերջին գրոներից մեկը նույնիսկ կարող է ամենավերջինը չեմ կարող ասել որքան է փոխհատուցել մրցավարը ինչպես կավարտի Manchester City-ն Պողոսյան շատ լավ նկատեց աչեզում Խլղացյանին ու գուցե հիմա հեռատարությունից փորձի Խլղացյանը ոչ այս անգամ արգելակեց Արտուր Ալավերդյան ու այստեղ հիմա արագ հակագրոհի փորձի հասնել Լացիոն բայց հասցնում է Խլղացյանը նահանջել Պողոսյանն էլ արդեն պաշտպանության խորքում էր ու գեղեցիկ գործեց այստեղ իհարկե Ռոբերտ Խլղացյանը խլելով գնդակը մրցակցից Սահակյանն է շարժվում առաջ ձախ եզրով Չանցավ փոխանցումը բայց Պողոսյան այստեղ է հիմա կատարեց փոխանցում Վարդան Վարդանյանի ուղղությամբ կենտրոնում կա Ալավերդյանը բայց ուղարկեց Խլղացյանին գնդակը Վարդանյանը հետո Խլղացյանն էլ հասցեագեց Ալավերդյանին Ալեն Սահակյան Վարդան Վարդանյան տեսնենք այս գրոհ ինչ կտա City-ին Խլղացյանը այստեղ դարպասապաճի դիս բաղեցեց ու կարողացավ փակել գնդակի ճանապարհը Ես ռայնն է տուն հիմա իրականացնեն